կախված ավելի շատ վերջին երկար տարիների վարվող Ուկրաինայի քաղաքականությունից, որը ռուսական կողմը կոչում է ֆաշիստական քաղաքականություն, հիմնականում ուղղված լեզվի մասին օրենքին, եւ հիմա ես ուզում եմ դες մի կոնկրետ օրինակով հարցնել, որովհետեւ այս դրույթը կա այս 28 կետերի մեջ, որով Ուկրաինան պարտավորվում է երաշխիքնել տալ ռուսաց լեզվին, որին երկար ժամանակ հակադրվում էին։ Օրինակս հետևյալն է, ուրեմն 2021 թվականի մարդահամարի արդյունքներով Օդեսա քաղաքում բնակչության 30%-ը իրեն իդենտիֆիկացնում է որպես ռուս, 60%-ը ուկրաինացի, սակայն նույն բնակչության 64%-ը 64.7%-ը ռուսախոս է եւ միայն 30%-ն է ուկրաինախոս։ Այսինքն թեպետ 30%-ն է իրեն իդենտիֆիկացնում որպես ռուս, բայց այդուհանդերձ նաեւ ուկրաինացի իրեն իդենտիֆիկացնող մարդկանց զգալի մասը եւս խոսում է ռուսերեն։ Մենք բոլորս գիտենք, որ երկար տարիներ Ուկրաինան վարել է ռուսաց լեզվի սահմանափակման քաղաքականություն, շատ դեպքերում սահմանափակելով, անգամ փաստորեն մատուցողը մոտենալիս պարտավոր է խոսել ուկրաիներեն։ Մենք գիտենք, որ բազմաթիվ մեդիաներ ռուսական փակվել են, դպրոցներ փակվել են, հեռուստաեթերներ փակվել են։ Հիմա այս իմաստով այս կետի արձանագրումը խոսում է արդյոք նրա մասին, որ ԱՄՆ-ն ընդունում է, որ Ուկրաինան պետական քաղաքականության մեջ չափն անցել է լեզվի սահմանափակման առումով եւ նման սահմանափակում կիրառել։